ուզում եմ Արտակին հրավիրել։ Արտակը մեր տեխնոլոգիական մասի վերաբերյալ կխոսա, թե 24 թվականի ընթացքում ինչ նորություններ ունենք պլատֆորմայի վրա ու նաև մեր մոտեցումների մասին կխոսա։ 24 թվականը այդ առումով եւս բացառիկ ա եղել։ Համայնքի ներգրավվածությունը հարթակի զարգացման մեջ բացառիկ ա եղել։ Արտակ ջան, համեցի։ Ողջույն բոլորին, Ժողովուրդ ջան, շատ ուրախ եմ բոլորի տեսնելու, ինչքան հարազատ դեմքեր կան, նոր դեմքեր կան ու շատ ուրախ եմ, որ այսօր միասին բոլորս նշում ենք Ռեարմինիայի ծնունդը։ Հարթակի տեխնոլոգիական զարգացումներից եմ խոսելու 24 թվականի, փորձելու եմ 10 րոպեում 3 բլոկի բաժանել խոսքս, առաջին բլոկում խոսելու ենք 24 թվականի դրված նպատակների մասին, երկրորդ բլոկը նվիրված է լինելու արդեն տեխնոլոգիական զարգացումների տարբեր գործիքների մասին եւ երրորդ բլոկը նվիրելու եմ արհեստական բանականության օգտագործմանը մեր product-ի զարգացման պրոցեսներում։ Տեսեք, երկու կարևորագույն նպատակ ենք մեր համար ֆիքսել, առաջինը դա նվիրաբերողների վերադարձելիության ապահովումներ եւ երկրորդը գոհունակության ցուցանիշի աճներ ու ինչ ենք ունեցել առաջին հերթին մենք նպատակ ենք դրել տարվա ընթացքում ունենալ 40% վերադարձող նվիրաբերողների գործակից, այդ ինչ է նշանակում, որ մենք մեր համար կարևորագույն արժեք է, կարևորագույն նպատակ են, որ մեր դոնորները հարթակում տեսնում են արժեքը հարթակի, տեսնում են նախագծերի արժեքը եւ վերադառնում են հաջորդ նվիրաբերությունների համար։ Հետևաբար մեզ համար այդ ցուցիչը, որ եթե մենք ունենք 40% վերադարձող նվիրաբերողներ, նշանակում է, որ մեր համայնքը տեսնում է արժեքը եւ վերադառնում է։ Սակայն մենք 40-ի տեղը ունեցանք 42% եւ ողջևորվեցինք այդ թվերով, այս տարի ավելի ենք բարձրացնելու նիշը եւ փորձելու ենք հասնել մինչեւ 45-46% վերադարձելիության գործակցի։ Հաջորդ կարևոր մետրիկան, որ մենք սահմանել ենք, դա նվիրաբերողների գոհունակության ցուցանիշն է, գրափարով ասում են CSAT կամ Customer Satisfaction Score։ Եթե մենք տարբեր միջազգային ստանդարտներ նայենք, կտեսնենք, որ լավագույն Customer Satisfaction Score-ը 85% է, մեր մոտ անցած տարի եղել էր 91%, մենք 597 պատասխաններից ենք հավաքագրել այդ տվյալները ու այս էլ բավականին մեզ ողջևորվել է ու ոգեշնչում է, որ ավելի շատ գործանենք ու ավելի շատ արդյունք տանք, բայց մեզ ոչ միայն հետաքրում է այս դրական գնահատականները, մենք նաև շատ խոր ուսումնասիրում ենք բացասական գնահատականներ, ինչպես ենք մենք ստանում այս թիվը, մեր համայնքի անդամներին անընդհատ հարցումներ ենք ուղարկում, երկու պարզ հարց, ինչքան կգնահատեք ձեր փորձառությունը հարթակում եւ ինչ կուզենայեք փոխել հարթակում եւ մենք անընդհատ թիմով խորանում ենք նաեւ բացասական ֆիդբեքերի վրա ու արդյունքում ստանում ենք տարբեր լուծումներ եւ այդ լուծումները ըստ էության նաեւ առաջարկում ենք համայնքին ու ես արդեն հաջորդ բլոկը, որը նվիրված է տեխնոլոգիական զարգացումների մասին խոսելուց անպայման պետք է շեշտեմ, որ մենք միայն խոսում ենք այն գործիքների մասին հիմա, որոնք ձեր շնորհիվ, մեր համայնքի ֆիդբեքի հետադարձ կապի շնորհիվ ենք մենք առաջ բերել ու թողարկել, որովհետև մենք տարվա ընթացքում գրեթե 700 առաջադրանք ենք տարբեր ծավալների իրականացրել ու բնականաբար 10 րոպեում դժվար կլինի հասցնել, ու դրա համար ընտրել ենք 3 հիմնական գործիքները, որոնք ուղիղ մեր նվիրաբերողների, մեր համայնքի անդամների հետադարձ կապով ենք ստացել։ Առաջինը անհատական դրամահավաքների բաժանումներ, երկրորդը նվիրաբերողների հետ կապի գործիքները եւ երրորդը նվիրաբերության նոր ավելի հարմար փորձառությունն է։ Անհատական նվիրաբերություններից ու դրամահավաքներից խոսել, հարկ է մի կարևոր բան նշել, մենք այս ընթացքում երկու մեծ դոնորների տեսակ ենք առանձնացրել, առաջինը այն դոնորներ են, ովքեր ծավալուն, մեծածավալ ազդեցություն ունեցող նախագծերի են նվիրաբերում ու երկրորդը ավելի անհատական կյանքեր փրկող եւ կյանքեր փոխող դրամահավաքների են նվիրաբերում ու մենք շատ հաճախ նկատում ենք, որ նվիրաբերողները ուրեմն առաջարկում էին առանձնացնել այդ երկու տեսակի դրամահավաքները եւ հիմա մենք ունենք առանձին անհատական դրամահավաքներ, որտեղ կրթական ծրագրեր, առողջապահական ծրագրեր են հայտվում ու բնականաբար ստանում իրենց աջակցությունը։ Հաջորդ ուրեմն
փոփոխությունը մեր ուրեմն նախագծերի հեղինակներից ենք ստացել այս հետադարձ կապը, որ գնալով, քանի որ դրամահավաքները շատանում են եւ մշակույթը զարգանում է ընդհանրապես Հայաստանում, կարիք է առաջանում գրագետ նվիրաբերողների հետ գրագետ ու կազմակերպված հարաբերությունների ու բնականաբար դրա համար տարբեր գործիքներ կան, այդ թվում օրինակ email marketing-ի գործիքներ, որոնք ինտեգրելով շատ ավելի է հեշտանում դոնորների հետ կապը, չէ, ու առաջին հերթին մենք անցած տարի ինտեգրել ենք MailerLite email marketing-ի գործիքը, որը հնարավորություն է տալու ավտոմատացված, ուրեմն կազմակերպել շփումները, հարաբերությունները նվիրատուների հետ, ու մենք ըստ էության կապել ենք MailerLite-ը Armenia-ի հետ, ու հիմա բնականաբար դոնորների համաձայնությամբ նախագծերի հեղինակները ստանում են տվյալները արդեն MailerLite-ում եւ շուտով կունենանք նաեւ այլ գործիքներ, որոնց ինտեգրացիաները օգնելու են նվիրաբերողների հետ ավելի լավ շփումներ կազմակերպել։ Հաջորդը իրականում մեր ամենամեծ խնդիրներից էր, ուրեմն մի քանի, եթե չգիտեք, Armenia-ում կան նաեւ ամսական բաժանորդագրությամբ նվիրատվություններ, այսինքն դուք հնարավորություն եք կամ մեկ անգամյա նվիրատվություն անել, կամ բաժանորդագրվել ամսական գանձումներով ու մենք շատ հաճախ ստանում էինք զանգեր էինք ստանում ու նամակներ, որ նվիրատուները սխալմամբ էին բաժանորդագրվում ու մենք որոշեցինք, որ անպայման պետք է այս ընդհանուր ինտերֆեյսը փոխել, որ պատկերացնեք ամեն ամսվա սկիզբ մինիմում 7-8 զանգ էինք ունենում կամ նամակ այդ խնդրանքով, որ ապա բաժանորդագրեն, որովհետև չէին նկատում, որ իրենք բաժանորդագրվել են տվյալ դրամահավաքին։ Հիմա մենք ամբողջությամբ փոխել ենք այս նվիրաբերության edge-ը, փոփոխություններից հետո ամիս ենք ունենում, որ ընդհանրապես չի լինում նմանատիպ խնդիր, ամիս ենք ունենում, որ 1-2 ուրեմն խնդիրների ենք բախվում նվիրաբերողները ու մենք աշխատելու ենք, որ այս ցուցանիշը զրոյացնենք բնականաբար։ Հիմա մի փոքր խոսեմ մեր product-ի process-ներում արհեստական բանականության ներդրման մասին, բայց առաջին հերթին ուզում եմ մեր տեխնոլոգիական թիմին մեծ շնորհակալություն հայտնեմ այս ահռելի գործը, որ անում ենք միասին, որովհետև իրականում թիմը փոքր է ու համայնքը անընդհատ մեծանում է, գործիքները շատանում են ու բնականաբար մեր համար կարիք է առաջանում շատ ավելի արդյունավետ ուրեմն կազմակերպել մեր աշխատանքը ու բնականաբար արհեստական բանականությունը ստեղ մեզ համար կրիտիկական նշանակություն ունի։ Օրինակ մենակ տեսնեք, թե Նաիրին ոնց է արհեստական բանականության գործիքին բառերով բացատրում ինչ կայք է ուզում ու ոնց է այդ կայքի կոդը գրվում, հա, այսինքն շատ հետաքրքիր զարգացումներ են լինում ու դա արդեն մեր առօրյան է, ոչ թե մեր մոտ ապագան, հա, կամ հեռավոր ապագան, մեր առօրյայում մենք արդեն դա կիրառում ենք։ Ես եւս մի քանի տարբեր ուղղություններով արհեստական բանականություն եմ օգտագործում։ Ամենաշատը product manager-ի գործում փաստաթղթեր, առաջադրանքներ, հետազոտություններ, հարցազրույցներ, շատ տարբեր ուրեմն տեսակի փաստաթղթերի կազման կարիք է առաջանում ու բնականաբար նախկինում մենք սրա վրա օրեր էինք ծախսում։ Շատերը երևի ծանոթ եք, չէ՞, օրինակ user story-ներին կամ առաջադրանքների նկարագրություններին, նախկինում մենք 1, 2, 3 օրում կարող ենք ստանալ ինչ-որ փաստաթուղթ կամ առաջադրանք, հիմա բառացիորեն րոպեների հարց է, այսինքն մենք րոպեների ընթացքում ստանում ենք մեր փաստաթղթերը եւ առաջադրանքները ուղարկում մեր տեխնիկական թիմին կազմակերպելու արդեն մնացած process-ները։ Այսինքն հիմա ոչ թե կարևոր է user story-ին կամ առաջադրանքի գրելը որպես հմտություն ունենալ, այլ շատ կարևոր է հրահանգավորումը կամ prompt engineering իմանալ եւ ստանալ գրագետ ուրեմն փաստաթղթեր։ Իրականում իմ մոտ այսքանն էր այս տարին ամփոփելու համար, շատ ուրախ կլինեմ ձեր հարցերին պատասխանել ու անցնենք առաջ։ Շնորհակալություն։ Արտակ ջան, առաջինը ոնց է հնարավոր լինել քո նման տենց առաջին օրվանից, 0 օրվանից այդքան նվիրված, այդքան շատ բան, այդքան շատ դերերում քեզ փորձել ու մինչև հիմա մնալ սենց էնտուզիազմով, երբ որ ես գիտեմ ինչ դժվար տարիներ են անցել, հա, ու ոնց ես կարողացել դա անել, ինչն է քեզ օգնել։ Երևի շատ կարճ ասեմ այդ առաքելությունը հայության համախմբման, այսինքն
եթե ինչ-որ մի գաղափար է լինում, որ դու ամեն առավոտ արթնանում ես ու մտածում ես, որ հենց հիմա վազելով հասնելու ես օֆիս ու այդ գործը անելու ես ու այդ նույնիսկ մի միլիմետր առաջ է գցելու քեզ այդ մեծ նպատակի համար, ինձ թվում է այդ է, այսինքն եթե դու ունես մեծ նպատակ ու ունես առաքելություն, որի մասին ամեն օր մտածում ես, այդ առնվազն այդ պահում է քեզ տոնուսի մեջ անընդհատ աշխատելու համար։ Մերսի։